Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Վաշինգտոն, այս մասին տեղեկանում ենք Սոցցանցի իր էջում կատարած գրառումից, որին կից նա գրել է. Եկանք Վաշինգտոն։ Կառավարության ղեկավարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով Վաշինգտոնում կմասնակցի խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ԱՄՆ-ում է մասնակցելու խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Ակնկալվում է, որ Վաշինգտոնում տեղի կունենա նաև Նիկոլ Փաշինյան եւ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Թրամփի հիմնադրած խաղաղության խորհրդի նիստին հրավիրվել է մոտ 60 համաշխարհային առաջնորդ, որոնցից մի քանիսը, այդ թվում Հայաստանը, հիմնադիր անդամներ են։ Հայաստանը խորհրդին միացել է առանց անդամավճարի, որը $1 միլիարդ է կազմում։ Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Նիկոլ Փաշինյանը Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցել էր խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը։ Արարողության ընթացքում երկրների ներկայացուցիչներն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել էին խաղաղության խորհրդի կանոնադրությունը, իսկ արդեն այսօր սպասվում է խորհրդի առաջին նիստը։ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանից վերադարձել է ավելի քան $500 000 ընդհանուր արժեքով նվերներով, այս մասին տեղեկանում են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։ Սիմոնյանի ներկայացրած տեղեկությունների համաձայն փետրվարի 4-ից 7 Մոսկվա կատարած այցի ընթացքում նա հյուրընկալող կողմից 3 թանկարժեք նվեր է ստացել։ Մասնավորապես Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվինկոյից ստացել է 149,658 դրամանոց ժամացույց Դաշնության խորհրդի լոգոտիպով իր զարդատուփով եւ 249,430 դրամ արժեքով Ձմեռային անտառ անվանումով, իսկ Ռոսատոմ կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովից ստացել է հուշանվերներ ռեակտորի արձանիկ եւ մատրյոշկա ընդհանուր 159,635 դրամ արժեքով։ Նշենք, որ նվերների արժեքները կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացվում են ըստ նվիրատուների տրամադրած տվյալների, իսկ Հայաստանի Հանրապետության դրամով հաշվարկվում են Կենտրոնական բանկի տվյալ օրվա դրությամբ սահմանած փոխարժեքով։ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր փետրվարի 4-ից 7-ը։ Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հայտարարագրման պահանջների համաձայն պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել 60,000 դրամը գերազանցող բոլոր նվերները։ Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը կոչով դիմել է Միացյալ Նահանգների նախագահին, որ Դոնալդ Թրամփը կատարի գերիների ազատ արձակման հարցով իր իսկ խոստումը։ Կոչամանում նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակային տրված խոստումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ապահովել նրանց բոլորի ազատ արձակումը նախագահ Ալիևից, որպեսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան։ X-ում գրել է Ջարեդ Գենսերը։ Թրամփը կես տարի առաջ Վաշինգտոնյան գագաթնաժողովին հետաքրքրվել գերիներով, այդ օրերին համացանցում մի կարճ տեսանյութ էր տարածվել, որտեղ Թրամփը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին շեշտել էր, թե գերիների հարցով կխոսի Ադրբեջանի նախագահի հետ։ Մինչև օրս հայտնի չէ Թրամփն Ալիևին անձամբ խնդրել է ազատ արձակել գերիներին, բայց նրանց վերադարձի հարցը օրերս Բաքվում բարձրացրել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը։ Թե Բաքվում ինչպես են արձագանքել հայտնի չէ, սակայն դրանից հետո Ադրբեջանի նախագահը ըստ էության բացառել էր, որ Արցախի նախկին ղեկավարներն ազատ արձակվեն։ Երբևէ որևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանի փաստաբան Գենսերը Վարդանյանին կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտելը արդարադատության ծաղր է որակել։ Հարգված գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի միակ հանցանքը Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, նրանցից մոտ 120,000-ը վտարվեցին դեպի Հայաստան, դառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էթնիկ զտման զոհերը։ Դատավարությունն ինքնին լիակատար կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն անօրինական է, շեշտել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։ Իրավական բոլոր ընթացակարգերի խախտման այդ դատավարությունն ու դատավճիռը ըստ փաստաբանի խախտում են ինչպես միջազգային, այնպես էլ ադրբեջանական օրենքները։ Բոլոր 19 հայ քրիստոնյա քաղբանտարկյալներն ու ռազմագերիները պետք է անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակվեն, հավելել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանը։ Երեք Աչափնյակում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։ Այն նախաձեռնվել է սպանության փորձի, սպանության, խուլիգանության եւ հրազենի դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Աբելյան փողոցում ընչած կրակոցներից 1 մարդ զոհվել է, նախնական տվյալներով 6-ը վիրավորվել։ 3 ըստ առողջապահության նախարարության ծայրահեղ ծանր վիճակում են, մյուս 3-ն էլ
ծանր։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են հիվանդանոցում մահացածը 45-ամյա տղամարդ է։ Մյուսները կամ դանակահարված են կամ հրազենային վիրավորում ունեն, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Նկատենք, որ միայն անցած տարի ըստ վիճակագրական կոմիտեի հրազենով 152 հանցագործություն է կատարվել, 2024-ին 109, 2023-ին 94, 2025-ին 2024-ի համեմատ շուրջ 40%-ի աճ կա։ Դատարանն այսօր Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգեց եւս 2 ամսով։ Մեղադրողները դատարանից պահանջել էին երկարաձգել կալանքը, նշելով, թե 8 ամիս կալանքի տակ գտնվող Սրբազանի կալանքի հիմքերը չեն վերացել։ Նա առանցքային մեղադրյալ է ահաբեկչություն կազմակերպելու այս քրեական գործում, ուստի ըստ մեղադրողների ազատության մեջ կարող են նոր հանցանք կատարել կամ խոչընդոտել գործի ընթացքին։ Դատավորը եւս որոշման մեջ նշեց, որ կալանքի հիմքերն ու պայմանները չեն նվազել, չեն փոխվել, հետեւաբար այլ ընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի օրինական վարքագիծը։ Դատավորի որոշմանը դահլիճում արձագանքեցին ամոթ վանկարկումներով, Սրբազանի պաշտպաններն այսօր էլ մեղադրանքը քաղաքական հետապնդում համարեցին։ Այսօրվա դրությամբ այս գործով 18 մեղադրյալներից միայն Բագրատ arczepiskopos-ն ու Վահգն Չախալյանն են գտնվում կանոնավայրում։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Արթուր Սարգսյանը, Մովսես Շարբաթյանը, Իգոր Սարգսյանը, Կարո Կումաշյանն ու Արմեն Ալեքսանյանը տնային կալանքի տակ են։ Մյուսների համար խափանման միջոց են ընտրվել ազատազրկման հետ չկապված սահմանափակում։ Փարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հողատարածքում այսօր զննություն է կատարվել։ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը Օրագի Նյուզի հետրույցում հաստատել էր տեղեկություն մանրամասնելով, որ գործողությունը կատարվում է ոչ թե նրա բնակության հասցեում, այլ մեկ ուրիշ առանձնատանը։ Ոչ թե իր բնակության հասցեում, այլ ուրիշ առանձնատանը, այո, տեղի է ունենում զննություն, ըստ էության հարուցված քրեական գործը պարոն Ծառուկյանի հետ որևէ կապ չունի։ Այդ գործը հարուցվել է դեռևս 2020 թվականին Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ, նշել է Խաչատրյանը։ Նրա խոսքով քրեական գործի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել զննել մի քանի հողատարածքներ, այդ թվում Ծառուկյանին պատկանող հողատարածքը։ Մենք որևէ առարկություն չենք ներկայացրել, հավելել է փաստաբանը։ Նա նաև տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է 2020 թվականին Հայաստանի Հանրապետության նախկին քրեական ունեցգրքի 184-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Փաստաբանի խոսքով Գագիկ Ծառուկյանը տվյալ գործի շրջանակում որևէ կարգավիճակ չունի։ Այս պահի դրությամբ որևէ կարգավիճակ չունի, համոզված եմ, որ չի էլ կարող ունենալ։ Բացի դրանից, պարոն Ծառուկյանը 2020 թվականին, երբ նոր էր հարուցվել գործը, ընդամենը մեկ անգամ է հարձակվվել այդ գործի վերաբերյալ, ասաց Խաչատրյանը, հավելելով զննությունը կատարվում է դատարանի թույլտվությամբ։ Քննիչը միջնորդել է դատարանը թույլատրել է, որպեսզի փորձագետների միջոցով տեղի ունենա զննություն մի քանի չափային տվյալներ, լուսանկարներ ստանալու նպատակով, որպեսզի փորձագետները կարողանային եզրակացություն տալ։ Եզրափակեց Խաչատրյանը։ Այսօր փետրվարի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 13:10-ի սահմաններում աշտարակ Վաղաշապատ ավտոճանապարհի աշտարակի վարչական տարածքում բախվել են Ford, Opel եւ Bernardar Gazelle մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահումը տեղափոխվել են աշտարակ բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների բախումը տեղի է ունեցել Opel-ի եւ Gazelle-ի միջև, Ford-ը եղել է կայանված։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։